Աշխարհի ամենաթանկ համեմունքը շաֆրանն է, որի 1 կիլոգրամն արժե $10,000։ Այն ստանում են կրոկուս ծաղկի վարսանդներից։ Սա նուրբ մանուշակագույն բույս է, որը ծաղկում է տարվա մեջ ընդամենը մի քանի շաբաթ։ Այս կարճ պատուհանի ընթացքում ֆերմերները պետք է հասցնեն ձեռքով միլիոնավոր ծաղիկներ հավաքել։ Յուրաքանչյուր կրոկուս ունի ընդամենը 3 վարսանդ, եւ դրանք պետք է զգուշորեն հանվեն ողբոջի բացվելուց հետո բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում։ Ընդ որում դա անում են միայն վաղ առավոտյան բույրն ու եթերեյուղերը պահպանելու համար։ Շաֆրանի կամ հայերեն քրքումի հավաքն իրականացվում է միայն ձեռքով, եւ սա հնարավոր չէ մեքենայացնել։ Միայն պատկերացրեք, 1 կիլոգրամ չոր քրքում ստանալու համար անհրաժեշտ է հավաքել մոտ 200,000 ծաղկի վարսանդ։ Սա քրքումը դարձնում է աշխարհի ամենաաշխատատար եւ քմահաճ համեմունքը։ Եվ զարմանալի չէ, որ ոսկուց թանկ այս համեմունքը հաճախ են կեղծում։ Ահա թե ինչպես կարող եք տարբերել իրական քրքումը կեղծից։ Իսկական քրքումը բարակ կորացած թելիկներ են, մուգ կարմիր, երբեմն նարնջագույն հիմքով։ Եթե հանդիպում եք դեղին, սպիտակ կամ ուղիղ թելիկներ, ապա ձեր առջև կեղծիք է։ Իսկական քրքումն ունի մեղրի եւ խոտի բույր։ Կեղծը հաճախ ընդհանրապես հոտ չունի կամ ունի ներկայնյութերից առաջացած քիմիական հոտ։ Իսկական քրքումի համը տտիպ է եւ մի փոքր դառը։ Եթե լեզվի ծայրով փորձելիս քաղցրություն եք զգում կամ առհասարակ համ չեք զգում, ուրեմն սա կեղծ քրքում է։ Տաք ջրի մեջ գցելիս իսկական քրքումը 10-ից 20 րոպեի ընթացքում ջրին իր գույնն է փոխանցում։ Ընդ որում թելիկները չեն կորցնում իրենց հագեցած գույնը։ Իսկ եթե ջուրն անմիջապես ներկվում է, իսկ թելիկները գունաթափվում են, ամենայն հավանականությամբ օգտագործվել են արհեստական ներկայնյութեր։ Եվ ամենակարևոր նշանը՝ քրքումը չի կարող էժան լինել։ Եթե տեսնում եք 1 գրամի համար 30,000 դրամից ցածր կին, խուսափեք դրանից։